Տուժողի իրավահաջորդները որոշակի առումով ցանկանում են մեր իրավական համակարգի ներկայացուցիչների պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրենք այս պահին խիստ տեղեկատվության կարիք ունեն, այսինքն մենք հասկանում ենք, որ օրենքով սահմանված ծավալով, իհարկե մենք նաև պարտադիր կերպով պահանջում ենք այդ նյութերը ծանոթանում ենք բոլոր սահմանված կարգով տրամադրվելիք նյութերին, սակայն ավելի մեծ ծավալի տեղեկատվություն են ակնկալում տուժողի իրավահաջորդները, որոնք գուցե այս պահին քրեական գործում նաև չկան, սակայն ակնկալում են, որ հնարավորինս ավելի արագ նախաքննություն իրականացվի, որովհետև ամեն ժամ, ամեն օր նրանց համար այս հարցի առումով բավականին անհանգիստ վիճակ է։ Ամենակարևորը այս պահին, որպեսզի քննչականում մեզ տեղեկություններ ավելի շատ տան։ Կարևոր չի լրատվամիջոցները դա կհրապարակեն, թե չէ, ինձի ամենակարևորը մենակ է հետաքրքրում, որ ինձ ավելի շատ տեղեկատվություն տան, որովհետև ես ամեն օր պարկել քնելուց մտածում եմ, որ ինձ կզանգեն ու ինչ-որ բան կասեն, ոչ մեկ չի զանգում, անհանգիստ իրավիճակ կա իմ մոտ, իմ ընտանիքի մոտ, երկու հատ երեխա ունեմ, երկուսն էլ հենց տենում եմ, որ լացում եմ, ասում են խես լացում, մամա խես տխուր, իրանք չգիտեմ ոչ մի բան, ուղղակի խնդրում եմ ես, շատ եմ խնդրում, եթե ինչ-որ մի բան կա, կանչեք ինձ անհատական ասեք, ես ոչ մեկի չեմ ասի, թող ես իմանամ, որ ես հանգիստ եմ, իմ երեխեքն էլ չտանջվեն իմ հետ։ 3 հատ հեռախոս անհայտացել, դեպի որը պարկանել է տանտիրոջը, մեկը Հասմիկ Ավետիսյանի, ես ճանաչել եմ այդ հեռախոսը, մեկը Արմեն Ավետիսյանին, որը տվել է նվիրել է իր կնոջը, իսկ այն մյուս հեռախոսը ես չգիտեմ ումն է պատկանել։ Մենք տեղեկություն ունենք 2 հատ, եզրակացության արդյունքներ եկել են, մեկը որ եղել է այդ տան դեղերը, որ ընդունել են այդ տան անդամները, իսկ մյուսը եկել է 12 հոգուց վերցած անալիզները, որ հայրյան անալիզներ են վերցել, ինչ որ ասենք ալկոհոլի ազդեցության տակ գտնվեն կամ թե հոգեմետ դեղերի ոչ մի բան չի եղել։ Ոչ մի ասենք պատասխանն եկե, որ իրանք ոչ մի բան չեն օգտագործել։ Բերմյակովի հետ հերթապահություն իրականացրած ծառայողներից նույնպես փորձանմուշներ են վերցրել հոգեմետ դեղերի, թմրանյութի, ալկոհոլի հնարավոր օգտագործումը կամ նրանց օրգանիզմում այդ դրանց առկայությունը բարձրելու ուղղությամբ փորձաքննություն եզրակացություններով նման հետքեր նրանց օրգանիզմում չէր հայտնաբերվել։ Մի անսված ծառայող ա եղել ինքը, տենց ես լսել եմ, տենց ասել են, ես լսել եմ։ Ինքը չէր կարող որևիցե մեր տան անդամներից ինչ-որ մեկի հետ թեկուզ կապ ունենալ, դա հաստատ։ Տեղեկություններ տարածվեց, որ իրավահաջորդները դժգոհ են փաստաբանի գործողություններից եւ հրաժարվում են։ Իհարկե արդեն իսկ նրանց ներկայությունը հակառակի մասին է խոսում։ Դաժե այս պահին ես դաժե ցանկանում եմ, որ լինեն փաստաբաններ, իհարկե փաստաբաններ լինեն, որ կցանկանան մեզ պաշտպանել եւ աշխատել Երեմ Սարգսյանի հետ։ Ես շատ ուրախ կլինեմ, անչափ ուրախ կլինեմ իրանց աջակցությունը Երեմ Սարգսյանի եւ այս գործին վերաբերող ինչ-որ մի հարցի հետ կապված այս հարցի հետ ընդառաջել